Բարև ձեզ մեր սիրելի YouTube-յան հետևորդներ, այսօր Գիրք և իշխանություն պոդքասթի մեր հերթական թողարկումն է, արդեն ավանդություն դարձած ուժով քննարկում ենք տարբեր գրքեր, այսօր ընտրել ենք Յուվալ Նոյ Հարարի գրքերից, տրիլոգիա է այս գրքաշարը, այսինքն 3 գրքից կազմված գրքաշար է, և քանի որ առաջին և երկրորդ մասերը մի փոքր մեր ձևաչափին այդքան էլ համապատասխան չէին լինելու, մենք որոշեցինք քննարկել երրորդ մասը, 21-րդ դարի 21 դասերը։ Գիրքը բավականին արդիական է այսօրվա իրականության համար և սկսենք արդեն քննարկումը։ Այսօր ընտրել ենք Հարարիի 21-րդ դարի 21 դասերը, որովհետև թերևս համարում ենք ամենաակտուալ գրքերից մեկը, ոչ միայն Հարարիի գրքերի շարքից, այլ նաև առհասարակ այն գրականությունից, որոնք որ հրատարակվել են արևմտյան աշխարհում և տարածում են գտել նաև մեզ մոտ։ Շատ արդիական թեմաներ են քննարկվում, բնականաբար հենց ֆիքսված 21 դասեր չեն, դրանք նույնպես առանձնացված են և յուրաքանչյուր 21 դասերից մեկականը այսպես հեղինակը բացում է, ճյուղավորում է հարցերի շարքը և քննարկման է դնում։ Ժամանակի սղության պատճառով իհարկե 21-րդ դասերի ամբողջ ճյուղերը չենք բացի, բայց թերևս ամենակարևորներին և առավել ակտուալ մեզ համար հայկական իրականությանը կանդրադառնանք։ Ինչ թեմա կառաջարկես նախ խոսենք։ Ես մոտ առանձնացրել եմ մի քանի թեմաներ, որ ավելի հեշտ լինի անդրադարձ կատարելը։ Առաջինը շատ մեծ նշանակություն է տրվում գրքում տեղեկատվական քաոսին և մանիպուլյացիային։ Եթե փորձենք հենց մեջ բերել, Հարարին ասում է, որ իշխանությունը այսօր նա է, ով վերահսկում է նարատիվը, ոչ թե ճշմարտությունը։ Ինձ թվում է ոչ միայն ով վերահսկում է նարատիվը, այլ նաև հենց ինքն էլ գեներացնում է նարատիվը, որովհետև մեր հայկական իրականության մեջ ոչ միայն քննարկվում են ժամանակին հայկական քաղաքական դաշտ նետված խոսույթները, որոնք որ ունեն տարիների ժամկետ, այլ նաև գեներացվում են նոր նարատիվներ, նոր խոսույթներ և այդ նարատիվները գեներացվում են և այդ եղած խոսույթներն էլ ավելանում են դրանց, կարծում եմ հենց վերահսկողների, ստեղծողների կողմից, որն է հայկական իրականության մեջ ներկայիս իշխող ուժն է։ Եթե հիշենք տարիներ շարունակ մանիպուլացնում էին ժողովրդին, արի հիշենք 50-50-ները, արի հիշենք արագաչափերը, կարմիր գծերը, ու հետո իրանք եկան իշխանության, ոչ թե արագաչափերը հանեցին, այլ մի բան էլ ավելացրեցին, ոչ թե կարմիր գծերը հանեցին, այլ ընդհակառակը կարմիր գծերի համար վճարվող գումարի չափը ավելացրեցին ու այդպես շարունակ։ Իրականում ու բացի այդ իշխանության տարբեր ներկայացուցիչների անուններ կապվում է այս կամ այն բիզնեսի հետ։ Իրականում երրորդ նախագահի կառավարման տարիներին շատ իրենց հասարակական կազմակերպություններ վերագրող խմբակներ, ովքեր որ ունեին այս կամ այն տարբեր տեղերից ֆինանսավորումներ, գեներացնում էին այդ խոսույթները, այսինքն խոսույթները ոչ միայն բխում էին խորհրդարանում տեղ գտած ընդդիմությունից կամ արտախորհրդարանական ընդդիմությունից, այլ նաև հենց հասարակական կազմակերպությունների կողմից էլ գեներացվում էր կանանց իրավունքների հետ կապված, մարդկանց առհասարակ մարդկանց իրավունքների հետ կապված։ Հիմա երբ ըստ իս Հայաստանում մարդկանց իրավունքների ճգնաժամ կա, այդ հասարակական ոչ մի կազմակերպություններ ծպտուն ուղղակի չեն հանում և կարծես թե իրենց աչքը փակում են դրա վրա։ Ինչպես նաև արի հիշենք, որ օրեր առաջ ամոթալի դեպք տեղի ունեցավ Բաքվում պահվող մեր Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավճիռը հրապարակվեց, ըստ որի մեծ մասը դատապարտվեցին 16, 19 և 20 տարվա ազատազրկմամբ, իսկ որոշները ոմանք դատապարտվեցին ցմահ որը որ իրականում ամոթալի է ու ազգային արժանապատվությունը վերածում է ազգային ամոթի և այդ հասարակական կազմակերպությունները, ովքեր որ տարիներ շարունակ Հայաստանում իրենց ճղում էին, այժմ լուռ են ու ձայն չեն հանում այդ ամենի հետ կապված, իսկ դա էլ ավելի է սրում իրավիճակը ըստ իս։ Այո։ Հաջորդը պոպուլիզմը որպես կառավարման մեխանիզմ։ Հարարին զգուշացնում է, որ պոպուլիզմը բարդ խնդիրներին տալիս է հուզական ու պարզ լուծում։
Ես գիտեմ, որ պոպուլիզմը քո սիրած թեմաներից մեկն է։ Ես պոպուլիզմի վերաբերյալ գիրքեր ունեմ։ Ես առաջարկում եմ քեզ, որ մեր հետագա թողարկումների ժամանակ պոպուլիզմի թեման էլ անպայման խոսենք եւ քննարկենք եւ ամեն անգամ երբ խոսում ենք պոպուլիզմի մասին, ես պարզապես չեմ կարող նախագահի հետ չհամաձայնվել եւ այն գնահատականավորը, որ նախագահը տալիս է պոպուլիզմի եւ պոպուլիզմի բացասական, վնասակար, վտանգավոր ազդեցության մասին երկրի ներքին կառավարման գործում, թերևս ինձ համար ամենալավ սահմանումն է ու ամենալավ գնահատականն է, որ նախագահն կարող է տալ։ Այո, պոպուլիզմը իմ սիրած թեմաներից է, որովհետեւ պոպուլիզմը արդիական է, որովհետեւ թվում է թե պոպուլիզմը ծեծված թեմա է եւ ամեն երկրորդ քաղաքական գործիչ օգտագործում է պոպուլիզմ բառը, բայց միևնույն է, այդ թեման շատ արդիական է, որովհետեւ դեռ կիրառելի է եւ շատ մարդիկ տրվում են անգիտակցաբար պոպուլիզմի արդյունքում կայացրած որոշումներին, հավատում են դրանց, քվեարկում են այդ ամեն ինչի օգտին ու Հայաստանում 2018 թվականից առ այսօր դեռ պոպուլիզմը կա, գործում է եւ կենցաղային լեզվով ասած մեր տները քանդում է։ Նրանց ամենասիրած խոսույթներից մեկը հենց ժողովրդի անուն տալն է, որ ժողովուրդը այսպես է ասում, այնպես է ասում, այսպես է կարծում ու ցանկացած չեմ հիշում, որ առաջնորդն էր, բայց ասում էր, որ ցանկացած բան ինչը որ ցանկացած խոսք ինչը որ ժողովրդի անունից է տրվում, դժբախտություն տվյալ ժողովրդի են տալի, այսինքն դրանից հետո սկսում է արյուն թափել, սկսում է պատերազմ եւ ցանկացած այլ ժողովրդի եւ երկրի համար վտանգավոր բան։ Գիտես, մեր հասարակությունը բավականին բևեռացված հասարակություն է ու շատ շանց կենցաղային բարձօրինակ բերեմ։ Բայց ես կարծում որ բևեռացվել է 18-ից հետո։ Գիտես, այն ժամանակ էլ այդ բևեռացումը կար, բայց 2018 թվականը ահռելի անջրպետ դարձավ բևեռացման։ Ցույց դրվում բևեռացումը։ Գիտես, այն ժամանակ էլ կար այդ քաղաքական բևեռացումը, որից նաև բխում էր հասարակական մակարդակով քաղաքական կարծիք արտահայտելը։ Այսինքն եթե այն ժամանակ ժողովուրդը ասում էր դե Լեռնային Ղարաբաղի հարցը ոնց պետքա լուծվի, ինչ պետքա արվի, կա ժողովրդի մի ստվար զանգված, որը Լեռնային Ղարաբաղի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար ուղղակի չէր գիտակցում։ Բայց այդուհանդերձ ես չեմ կարծում, որ այդ ժամանակ ժողովուրդը բևեռացված էր։ Որտու այս անգամ չի։ Տես, բևեռացումը կար, բայց այդ բևեռացման մասին չէին խոսում։ Այսինքն այն ժամանակ Լեռնային Ղարաբաղը ինքը արժեք էր։ Եվ պետական մակարդակում էր չի դրսևորվում միայն Լեռնային Ղարաբաղի հարցով։ Այլևս չի դրսևորվում, իմ ասածը կայանում է նրանում, որ այն ժամանակ պետական մակարդակով Լեռնային Ղարաբաղը ձևակերպված էր որպես հայկական երկրորդ հանրապետություն, հանուն որի ծառայելը, հանուն որի պաշտպանության բանակ զորացրվելը, դա ազգի համար հերոսություն էր ու կհիշես ինչքան էր առանձնակի գովերգվում են զինվորը, որ գնում էր Լեռնային Ղարաբաղը պահպանելու եւ կհիշես զինվորները ինչքան հպարտ ուրախությամբ էին գնում Լեռնային Ղարաբաղում ծառայելու, բայց կար մի ստվար զանգված են ընդդիմություն խաղացող խվրտացողները, որոնք որ իրականում Լեռնային Ղարաբաղը ամենից շատն էին ատում, բայց իշխանության դեմ խոսում էին ու մեղադրում էին իշխանությանը Ղարաբաղը չսիրելու մեջ, այնինչ հակառակն էր։ Տես Սերժ Սարգսյանը մեկ անգամ ասաց, որ Աղդամը իմ հայրենիքը չէ, բայց Սերժ Սարգսյանը այն նախագահն էր, որ Աղդամը ատամներով պահում էր։ Բայց ամեն դեպքում ես չեմ համարում, որ բևեռացված էր, բևեռացնելու փորձը արվեց 2008 թվականին, եթե հիշես, որ արհեստական կերպով արցախցի եւ հայաստանցի շրջանառության Դա միջև 2018 թվականն էր արդեն, որ կար հայաստանցին եւ ղարաբաղցին։ Խոսքս կիսատ մնաց, այդուհանդերձ ես չեմ կարծում, որ ժողովրդին կարողացան բևեռացնել այդ թվականներին, այդ թվերին։ Ինձ թվում է առավել ցայտուն եւ առավել երևացող բևեռացումը եղավ 2018 թվականից հետո։ Ես քեզ համաձայն եմ, որ 18 թվականից հետո բևեռացումն ավելի շոշափելի էր, բայց ես կարծում եմ, որ այն ժամանակ էլ կար, բայց այդ բևեռացումը շատ, այսպես ասած, նոսր վիճակում էր գտնվում։ Ինչ էի ուզում ասել բևեռացման հետ կապված, հասարակությունը մեր շատ բևեռացված է ու դա նրա արդյունքն է, որ ժողովուրդը դեռևս տրվում է մանիպուլյացիայի սադրանքներին ու չի հասկանում, որ եթե Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ընտրվի,
Սա կարող է Հայաստանի Հանրապետությանը որպես պետություն ամբողջովին ոչնչացնել։ Այո։ Հաջորդը վախի քաղաքականությունն է, անցնենք հաջորդին, թե չէ անընդհատ կքննարկենք։ Վախի քաղաքականությունն է, Հարարի նշում է, որ վախը ամենահեշտ կառավարելի զգացումն է։ Ինչպես են օգտագործում այս իշխանությունները։ Օրինակ ես կարող եմ վերել, որ անընդհատ նրանք ասում են, որ սա չանենք, չանենք պատերազմ։ Այո, ես այդ օրինակներ ուզում եմ վերել, դու ինձ առաջ անցար։ Ես քեզ հետ համաձայն եմ, այս օրինակի շուրջ տես, արդեն ասում են, դե այս մի փուճուր հողակտորը զիջենք, որ պատերազմ չլինի, դե այս մի փուճուր բանը անենք, որ պատերազմ չլինի, բայց գիտես, սա քաղաքական, դասական անողնաշարության օրինակ է, որովհետև կհիշես այն ժամանակ, երբ որ երկրորդ համաշխարհային պատերազմը բռնկվում էր, առաջին պետությունը, որի վրա Հիտլերը հարձակվեց, քո շատ սիրելի Լեհաստանն էր, ու ինչ էին ասում եվրոպական երկրներն, ասում էին, դե Հիտլերի ուզածը Լեհաստանն է, չենք խառնվի, թող Լեհաստանը վերցնի, կոպիտ ասած կշտանա եւ այլևս չի շարունակի։ Ինչ երաշխիք ունենք, որ Ալիևը այդպես չի անելու, այսինքն որևէ հողակտոր ջերմուկից չի գրավելու կամ Վարդենիսից չի գրավելու եւ այդպիսով սահմանափակվի, կամ եթե անգամ այդ հողակտորները գրավելով կամ հանձնելով Ալիևը պիտի սահմանափակվի, բայց ինչու այդ հողակտորները պիտի հանձնվեն եւ ինչի պիտի ուղղակի նվիրվեն Ալիևին, ինչի դիմաց։ Ոչ մի բանի։ Դա ոչ միայն իրավական տեսանկյունից Հայաստանի ամբողջականության, տարածքային ամբողջականության մասը, այլ նաեւ բարոյական եւ արժեքային տեսանկյունից Հայաստանի Հանրապետության հայրենիքի մի մասն է։ Ինչի դա պիտի տրվի Ալիևին հանուն ինչ-որ մի բանի։ Այսպես թե այնպես այդ ամեն ինչը պիտի այս կառավարության կողմից պահպանվի, ոչ թե ինչ-որ կոմպրոմիսների եւ զիջումների արդյունքում։ Ու տեսնում ես, դե յուրե իրանք խոսում են խաղաղության մասին, ու դե յուրե չկա ոչ մի փաստաթուղթ, ամենայն դեպս երևացող փաստաթուղթ, ոչ մի ստորագրություն, ոչ մի բան չկա, բայց իրանք խոսում են քաղաքականության մասին, այսինքն դե ֆակտո չկա որևիցե երաշխիք, որ կա այդ փաստաթուղթը, որ այդ փաստաթուղթը ստորագրվելու է, որ խաղաղություն է լինելու։ Թեկուզ իրանց ձևաչափով, թեկուզ իրանց բնորոշմամբ, իրանց ստորագրածով։ Այսինքն ուղղակի խոսքեր են, որոնք որ շռայլում են իշխանությունները։ Ու բացի այդ վախի գործիք նաև կարող ենք ասել այն, որ հիշում ես, միշտ ասում էին, բա ուզում եք սենց չանենք նախկինները հետ կան, որ ինչ խոսում էինք, կամ ժողովրդի ինչ-որ ներկայացուցիչ ինչ խոսում էր, իրանք վերում էին ու պրոյեկտում էին նրա վրա, որ եթե մենք սենց չանենք, նախկինները կգան, բա ուզում եք նախկինները գան։ Ճիշտ ես օրինակ վերում։ Հիշեցի։ Վերապրեցի։ Վերհիշեցիր։ Այո։ Հաջորդը ինչի մասին ցանկանում եմ խոսել, ճշմարտության հարաբերականացումն է։ Այսինքն խեղաթյուրումը։ Ու խեղաթյուրումը երբեմն լինում է նաև ոչ միայն ամբողջությամբ սուտը եւ կեղծիքը ասելով, այլ նաև սուտը եւ ճշմարտությունը միասին միաձուլելու արդյունքում, եւ դա թերևս ամենաարդյունավետն է ստիս աշխատում, որովհետեւ դու այդտեղ տեսնում ես ճշմարտության հատիկներ ու քեզ թվում է մնացած ամբողջը ճշմարտությանը պատկանում են, բայց իրականում դա թերևս ամենաուժեղ մանիպուլյացիոն գործիքներից մեկն է, եւ ճշմարտության տարեր հատիկներ պարունակող որևէ ինֆորմացիային միախառնվում է կեղծիկ այն էլ ուռճացված մակարդակով ամենավերջին երևակայական գոհարների միախառնման արդյունքում եւ տեղի ունենում քո ասած ճշմարտության հարաբերականությունը։ Հարարին ասում էր, երբ ճշմարտությունը դառնում է կարծիքների հավաքածու, հաղթում է բարձր ձայն ունեցողը։ Սա երևի թե կարող ենք պրոյեկտել ինչի վրա։ Գիտես, եւ կենցաղային մակարդակով է հենց բառի բուն իմաստով բարձր ձայն ունեցողը թվում է թե հաղթում է, եւ նաեւ փոխաբերական իմաստով, որովհետեւ առօրյա կյանքում էլ չէ լինում է, չէ, մարդիկ ովքեր ուղղակի լարահաճվում են ու մտածում ես ինչի պետք է ես ոնց որ այդ գլուխ տնեմ, լռեմ, ինքն մտածում եմ, որ ինքը հաղթողն է, ու իզուր չի որ ամեն անգամ երբ որ Նիկոլին ընդդիմությունը հակափաստարկներով արձագանքում ազգային ժողովի ամբիոնից, Նիկոլին չամ սկսում է անկանոն շարժումներ անել ու գոռալ, ու երբեմն այն տեքստը, որ ինքը ասում է գոռալու ընթացքում, չի հասկացվում, թվում է թե ուղղակի աղմուկ է ստեղծված ազգային ժողովում, դու չես էլ լսում թե ինքը ինչա պատասխանում։ Այո։ Վերջ այսքանը այս թեմայի շրջանակում։ Այո։ Հաջորդը ազգային ինքնության ճգնաժամն է։ Սա շատ լուրջ ու շատ բովանդակալից հարց է։ Ներկայիս իշխանությունը խալխլում է բոլոր այն պետական արժեքները,
որը որ Հայաստանի Հանրապետությունում կար մինչև 18 թվականը։ Ես կարծում եմ, որ արժեքները, հենց արժեքներն են սահմանում քո ինքնությունը, թե որպես անհատ եւ գլոբալ ավելի sense ընդհանրական վերցրած որպես ազգ ով ես դու եւ եթե քո արժեքները խալխլում են ու դա անում են միտումնավոր շատ հեռատեսական քաղաքականության արդյունքում ու ցավոք սրտի դա տեղի է ունենում, այսինքն մարդիկ տրվում են այդ ամեն ինչին, արժեքներին հավատարիմ լինելն է, որ քո ինքնությունից չի զրկում, հենց դու մի քիչ շեղվում ես քո արժեքներից, դու քո ազգից ես արդեն հեռանում, քո ազգին բնորոշ տարրերից ես հեռանում, օրինակ ինձ համար այդ արժեքներից է Արարատը, ինձ համար որպես հայ Արարատը սրբությունն է, որովհետև իմ բիբլիական ծագումը այնտեղից է գալիս, որպես մարդ եւ որպես հայ եւ Արարատին այդ կպնելը ասելը, որ Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում, որ մենք ինչ գործ ունենք ուրիշի սարերի, ձորերի հետ, թերևս ամենա վատ բառով եթե նկարագրելու լինեմ, կասեմ ամենալկտի բանն է, որ երբևիցե կարող է մամուլ նետվել ու առհասարակ դառնալ հեռուստատեսային խոսուտ։ Ինձ համար Արարատը սրբություն է, մեր այդ արժեքներից մեկն է, հանուն որի արժի պայքար տալ համենայն դեպս գաղափարական առումով, հա, խոսքը զենքով պայքար տալու մասին չէ, այլ գաղափարական մասին։ Այո, ճիշտ ես ասում։ Հավատքը ազգային դպրոցը ի դեպ, ինձ համար դպրոցն էլ արժեքներից մեկը հավատքը, եկեղեցին դպրոցը, բանակը։ Մեր ժողովուրդը ունի մի քանի արժեհամակարգային հենասյուներ, ընտանիքը, բանակը, եկեղեցին ու հայրենիքը։ Հայրենիքի նկատմամբ հայրենասիրությունը գնալով երկրորդական պլան են մղում։ Անտարբերության արդյունքում, այո։ Այո, երկրորդը բանակը, ջարդում են բանակը, ջարդեցին բանակը, երրորդը արդեն խոսեցինք եկեղեցու մասին, ու ընտանիքն էլ տարբեր կերպով էլի խալխլում են, սկսած նրանից, որ բևեռացվածությունը այնքան է մեծացել, որ ընտանիքում մեկը մի քաղաքական հայացքներ ունի, մեկը մյուս քաղաքական հայացքները ունի, դա բազմաթիվ վեճերի առիթ է դառնում ու նույնիսկ ընտանիքներ են փլուզվում դրա արդյունքում ու այս ամեն ինչը բերում է արժեհամակարգային լուրջ խնդիրների։ Այսինքն ազգի մեջից հանում են իրենց արժեհամակարգը ու նոր արժեհամակարգ են փորձում ներդնել կամ բաց են թողում այդ արժեհամակարգային մասը ու այն ամեն ինչը ինչ որ կարող ժողովուրդը լցնի այդ արժեհամակարգային մասում, լցնում է այդ արժեհամակարգային մասում ու ոչ միշտ է, որ այդ ամեն ինչը համապատասխանում է մեր ազգային կոդին ու ինքնությանը։ Ու եթե թույլ կտաս այդ ամեն ինչին նաև գումարենք, միանշանակ ես այդ համաձայն եմ, ինչ որ դու նշեցիր, եթե թույլ կտաս դրան գումարենք նաև ազգային սիմվոլները, ինչի հենց Արարատի օրինակը բերեցի, որտեղ Արարատը ազգային սիմվոլ է։ Ու եթե դու երկար տարիներ քեզ որպես հայ մարդ նույնականացնում ես այդ սիմվոլի հետ, ու այդ սիմվոլը քո տան պատերին է, քո հագուստի վրա է, քո երեխայի դասագրքում է, Արարատի նկարը ինձ թվում է Հայաստանի Հանրապետության ապրող հայերի, իհարկե Սփյուռքի հայերի տաններ կլինի, բայց Հայաստանի Հանրապետությունում ապրող հայերի տանը, կարծում եմ մեծամասնության տանը անպակաս է, ու այդ ամեն ինչից, այդ սիմվոլներից, այդ նույնականացման արժեքներից զրկելը փլուզում է քեզ ինքնությունից, եթե դու ինքնություն չունես, դրան հաջորդում է, որ նաև պետականություն ունենալն էլ քեզ համար արդեն հարցականի տակ է դրվում։ Նաև արի անցնենք հաջորդին, որ Հարարին ուշադրությունը որպես նոր արժույթի միջոց է ներկայացնում ու ասում է, որ ապագայում իշխանությունը կլինի նա, ով կկարողանա կլանել մարդկանց ուշադրությունը։ Եթե սա պրոյեկտենք մեր հայ իրականության մեջ, եթե կհիշես Նիկոլ Փաշինյանի լայվերը, որ անընդհատ լայվ էր անում, եթե կհիշես, երբ որ երկրորդ եւ երրորդ նախագահների աջակիցները որոշակի տարաձայնություններ ունեցան, օրինակ հենց մեկը 2018 թվականի հարցում ու Նիկոլ Փաշինյանն է մղվել էր երկրորդ պլան,
ինքը հոգեբանական լուրջ ընկճախտի մեջ էր հայտնվել ու ամեն ինչ անում էր, որ ինքը նորից վերադառնա եւ դառնա քննարկման առարկա, որովհետեւ ես ոնց հասկացել եմ, իր համար կարեւոր չի, որ իրան լավով քննարկեն կամ վատով քննարկեն։ Իր համար կարեւոր է որ քննարկեն։ Ցանկացած քննարկում։ Ու ցանկացած բայ, երբ որ ինքը չի լինում ուշադրության կենտրոնում, իր ինքնագնահատականն անգնում, չգիտեմ, իր մոտ լուրջ խեղումներ են նկատվում։ Գիտես, այդ ուշադրության պակասը ոչ միայն արդեն ինքն է սկսել ամեն կերպ արհեստականորեն ստեղծել իր անվան շուրջ, այլև Աննա Հակոբյանը դրանից հետ չի մնում ու հիշում ես, երբ Լեռնային Ղարաբաղում բլոկադա էր ու ժողովուրդը իսկապես մթերքի սննդի խնդիր ուներ։ Գիշեց, որ ինքը Facebook-ում տեղադրել էր նկարներ, որտեղ ինքը աջեբ սանդալ է պատրաստում, այսինքն բանջարեղենները քաղել է եւ պատրաստում է ու այսինքն ինչպիսի ուշադրություն է գրավեց իր վրա պլյուս դրան ինչքան զրո ապրումակցում կար այդ ամեն ինչի մեջ, որ ողջամիտ յուրաքանչյուր հայ, երբ որ տանը նստած հաց էր ուտում եւ լսում էր կամ հիշում էր, որ Լեռնային Ղարաբաղում իր հայրենակիցները սոված են կամ մթերքներ չկա, իրեն վատ էր զգում ինչ որ միտեղ որ ուտում էր։ Ես հիշում եմ իմ ծննդյան տարեդարձներ, ես առանց որևէ միջոցառման, առանց որևէ ինչ-որ տեղ գնալու, ինչ-որ բանալու, իմ ծննդյան տարեդարձը ուղղակի նշել եմ կաֆեներից մեկով թեյ խմելով եւ մի դեսերտ ուտելով, որովհետեւ դու քեզ վատ ես զգում, որովհետեւ դու հասկանում ես, որ քո ժողովուրդը, քո ազգը Լեռնային Ղարաբաղում, քո հայրենիքում, իրենց պատմական հողի վրա սովի է մատնված թշնամու կողմից բլոկադայի արդյունքում, ու երբ որ երկրի ղեկավարը ունենալով զրո ողջամտություն եւ ինչ որ մտեղ նաեւ դիտավորություն է տանելու նման շոու է կազմակերպում կնոջ հետ դա արդեն հատում է անգամ աբսուրդի ընդունված սահմանը լիբերալ արժեքների դատարկում այս թեմայից ես ուզում եմ մի երկու լավ բան ասել ինչպես ասում են բեմը կոն Էլի վերադառնանք մինչև 2018 թվականը մեր նախագահի կառավարման տարիներին կհիշես ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում էին Եվրոպայի կողմից։ Ինչ էին անում։ Խոսում էին մարդու իրավունքներից, կանանց իրավունքներից, մարդու ազատություններից, որ չի կարելի առավել շատ իհարկե Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվում։ Այո, Միացյալ Նահանգների կողմից, USAID-ի կողմից, եթե ես ճիշտ կհիշեմ ու կնշեմ, որ ասում էին, այ դու կոպիտ էիք ընդդիմության ցույցերին կոպիտ էին մինչև 2018 թվականը։ Իրանք չեն տեսել թե ինչ է կատարվում կամ չեն ուզում տեսնել ինչ է կատարվում։ Կներեք, ես մինչև 2018 թվականն եմ Հայաստանում ապրում եւ հիմա եմ Հայաստանում ապրում։ Եվ ես ինչ որ տեսել եմ ականատեսի աչքերով 2018 թվականից հետո ընդդիմության ցույցերին վերաբերող, ես ոչ մի երկրում չեմ տեսել եւ Հայաստանի ոչ մի ժամանակահատվածում չեմ տեսել։ Հիշես որ Սրբազան պայքարի ժամանակ, երբ որ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց եւ լուսաձայնային նռնակներ նետեց, Միացյալ Նահանգների դեսպանատունը ոչ թե քննադատեց այն մարդկանց, ովքեր որ այդ նռնակները նետում էին, այլ ժողովրդին քննադատեց, կոչ անելով չմասնակցել։ Այսինքն թե դու մասնակցում ես, քեզ վրա ապօրինի որևէ զենքի տեսակ պիտի նետեն, այսինքն խնդիրը քո մեջ է, որ դու մասնակցում ես։ Ու գիտես ամենազավեշտալին այստեղ որն է, որ ոստիկանական ուժերը այդ ժամանակահատվածում իրեն զորավարժություններն ու վերապատրաստումները անցել էին ամերիկացիների կողմից։ Ու ես տենց շշմած նայում եմ ասում եմ, էս է պարապացրել ամերիկացիները հայ ոստիկանությանը։ Որ այդ դեպքերից հետո բազմաթիվ տեղեկություններ տարածվեցին, որ այն լուսաձայնային նռնակները, որոնք որ նետվել են մեր համակարգացիների վրա, դրանք ժամկետն անցային ու ինչի արդյունքում ավելի մեծ վնասներ էին հասցրել ժողովրդին, կամ պետք է հասցնեին։ Իրենց պայթյունի մասշտաբը լայնացել էր։ Այո, ու մյուս կողմից էլ այդ լուսաձայնային նռնակները պետք է ոչ թե մարդկանց մեջ գցեն, այլ ենթադրենք ոնց պետք է կիրառվի, ես կարդացել եմ այդ մասին, եթե վտանգ կա ոստիկանների կողմից, որ մարդիկ կարող են մտնել ինչ-որ շենք, շենքի մոտ են գցում այդ նռնակը, այսինքն բաց տարածության մեջ են գցում, որ ցուցարարները չմոտենան, ոչ թե գցում են ցուցարարների վրա։ Եթե տվյալ դեպքից խոսենք, այսինքն պետք է այդ նռնակը նետվեր ազգային ժողովից մի փոքր հեռու, ինչ որ sense ազգային ժողովների դարպասների մոտ, եթե օրինակ մտածում էին, որ մարդիկ գնալու են մտնեն, որ ինչի բանը չկար։ Հիմք չկար համարելու, որ հեսա մտնելու են ազգային ժողով։ Իսկ իրանք ուղղակիորեն նռնակները գցում էին մարդկանց վրա։ Ու ինչի արդյունքում մարդու մատ
կտրվեց։ Հութամատը եւ ցուցամատը այսպես ամբողջությամբ վնասվել էր ու ցավոք սրտի մեր հայրենակիցը զրկվել էր իր մատներից։ Նաեւ ուզում եմ անդրադառնալ քաղբանտարկյալների թեմային, որը ինձ համար թերևս ամենակարևոր եւ ակտուալ թեմաներից մեկն է Հայաստանում։ Քաղբանտարկյալների լինելու փաստը Հայաստանում կարծես թե եվրոպական շատ երկրներին, Եվրոմիության շատ հանձնաժողովներին այնքան չի հետաքրքրում, բայց ես հիշում եմ մինչև 2018 թվականը շատ էր հետաքրքրում։ Ընդ որում արհեստականորեն ստեղծված աղմուկին իրանք շատ լուրջ էին արձագանքում, բայց հիմա կարծես թե ոչ մեկ այնքան էլ հետաքրքրված չէ, եւ ես շատ ուրախ եմ, որ մենք վերջերս ակցիա ենք անցկացրել եւ եւս մեկ անգամ խոսել ենք, լուսաբանել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղբանտարկյալներ, նախկին պաշտոնյաներից ընդհուպ մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր որ դեմ են այս ռեժիմին, հայտնվել են բանտում, քաղբանտարկյալ են, որովհետև ժամանակի մարդու իրավունքների ջատագով Եվրոպական միության հանձնաժողովներ եւ ՀԿ-ներ շատ ծանր էին տանում։ Այսօր գրեթե անտարբերություն է ու դրա մասին ոչ խոսում են, ոչ էլ արծարծում են այդ թեման։ Պատասխանատվությունը դեպի ապագայի վրա գցելը Հարարին ասում է, որ քաղաքական գործիչները սիրում են խոսել վաղվա մասին, որպեսզի խուսափեն այսօրվանից։ Ոնց կպրոյեկտես սա։ Օրինակ ակադեմիական քաղաքի կառուցումը, որ ապագայում կառուցելու են մետրոն Աջափնյակի, ինչ օրինակներ կբերես։ Մի անգամ Նիկոլ ազգային ժողովի ամբիոնից խոսում էր խաղաղության պայմանագրի մասին, ասում էր մեր կառավարման ժամանակ գուցե դուք խաղաղություն չտեսնեք, բայց խաղաղության բարիքները դուք կխաղաք հետո։ Բաց տեքստով մարդը ասում էր. Սութի փաստաթուղթ եմ ստորագրում, իմ ժամանակով խաղաղություն չեք տենա, հետո խաղաղություն կտեսնեք։ Հետո խաղաղություն կտեսնենք, որովհետև քեզնից հետո եկողը ջանք ու եռանդ կդնի Հայաստանի Հանրապետությունը վերակառուցելու ու դրա համար կհասնի խաղաղության, թե խաղաղությունը փչակերտների մեջ է իր ասում։ Պլյուս այդ արի հիշենք, որ ասում են ապագայում կտեսնենք, գցում են էլի ապագայի վրա, օրինակ ասում են ինչ որ բանը սարքելու համար ժամանակ է պետք, կամ ինչ որ մի բանը ասում են դե հիմա ստորագրենք, կտենանք հետագայում ինչ կլինի, կամ հիմա կառավարության որոշման պես հարցը գցենք ապագայի վրա, տենանք հետո ինչ կլինի։ Վերացական է ու հիմք չունի, բայց ցավոք սրտի այդ վերացական խոսքերին հավատացողներ մեծ ցավով եմ ասում կան։ Կառավարումը որպես շոու, Հարարին զգուշացնում է, երբ քաղաքականությունը դառնում է թատրոն, իրական որոշումները կայացվում են կուլիսներում։ Իսկ մի եթե Հարարին Նիկոլին ճանաչեր եւ մի փոքր մեզպես կարողանար ապրել Հայաստանում, այսինքն մեզ նման ասրու նկատի ունեմ ականատես լինել նրան ինչ որ մենք ենք տեսնում, իսկ Հարարին 10 հատորյակ կգրեր կառավարման շոու դարձնելու եւ քաղաքական թատրոնի վերաբերյալ 10 հատորներ բոլոր թեմանից կկտրվեր եւ իր ուսումնասիրության թեման կդարձներ կառավարումը որպես թատրոն եւ շոու դարձնելը, որովհետեւ թերևս լավագույն օրինակ ունի իր աչքի մենք ունենք մեր աչքի առաջ, Հարարին էլ կարող էր ունենալ, երևի Հարարի մեզ բարի նախանձով վերաբերել։ Հա, ճիշտ ես ասում, էլի խայտարակության եւ աբսուրդի ժանրից է։ Ինձ թվում է բավականին թեմաների անդրադարձանք։ Ինչպես նշեցի, շատ բազմաբովանդակ է Հարարի 21-րդ դարի 21 դասերը ու այդ 21 դասերն բոլորն էլ ճյուղավորված բացված են ու դրանց անդրադառնալ մեկ օրում ցավոք սրտի չենք հասցնի, սակայն դեռ չի նշանակում, որ հետագայում չենք փորձի ինչը որ կիսատ ենք թողել շարունակել։ Խորհուրդ ենք տալիս ձեռք բերել գիրքը կարդալ։ Անպայման, այո, կարծում եմ այն գրքերից է, որ պետք է անպայման ու յուրաքանչյուր գիրք ինչը որ ցույց ենք տալիս, ճիշտ կլինի կարդալ, իսկ Հարարիի դեպքում նաև խորհուրդ կտամ կարդալ առաջին եւ երկրորդ հատորներն էլ։ Ես օրինակ չեմ կարդացել ու սիրով ես կարդացել
Եվ իրական ես Խոստովան եմ, ես չեմ կարդացել առաջին երկու հատորները, բայց կարծում եմ դա որպես բաց թողում պիտի անպայման լրացնեմ։ Ինչ եմ ուզում մինչև ամփոփիչ խոսքն ասելը նշել, որ մենք քննարկում ենք այն բոլոր գրքերը, որոնք որ կարդացել ենք, եւ այս գրքերը, որոնք որ դրվում են մեր սեղանին, մեր անձնական գրադարաններից են, ինչով փորձում ենք ձեզ բարի քարոզչություն անել, գնել գրքեր, հավաքել ձեր անձնական գրադարանը, ոչ միայն քաղաքական եւ մասնագիտական թեմաներով, այլ նաեւ գեղարվեստական գրականության, իսկական օրինակ ենք ձեզ ծառայում գիրք կարդալու եւ գրքի միջոցով կրթվելու վերաբերյալ բարի օրինակ ենք ձեզ ծառայում, մեր օրինակին հետևեք, վատ օրինակներ մի վերցրեք եւ միշտ եղեք կրթված, որ չկրթված մարդիկ, որ անկիրտները ձեզ չկրթեն, այո, այնպես որ անպայման եւ չղեկավարել, ղեկավարել ասել, բայց լավ, անպայման գրքերը ձեռք բերեք, կարդացեք, եթե կարդացել եք, խնդրում եմ մեր հոլովակի տակ անպայման գրեք ձեր կարծիքը, ինչպես նաեւ բաժանորդագրվեք, նաեւ կոմենտեք ինչ գրքեր եք ցանկանում, որ մենք ապագայում կարդանք կամ քննարկենք, ու մենք միասին կքննարկենք արդեն մեր հետագա ոդկասթի թողարկումների շրջանում։ Այո, մեծ սիրով։ Այո։ Ձեր ամիջական օգնությամբ եւ շնորհակալ ենք ակտիվ լինելու, կոմենտելու, լայքելու համար մեր բոլոր հարթակներում եւ մինչ մյուս թողարկում